Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, YouTube-յան էջում, Facebook-յան էջում մեզ հետևողներ։ Այսօր ներկայացնելու ենք ևս մի բժշկական մասնագիտություն, թե որն է այն, լսենք իմ գործընկեր Իզաբելա Գրիգորյանին։ Մենք հաճախ չենք հիշում կամ գնահատում, կարևորություն չենք տալիս, թե մարդու օրգանիզմում ինչ կարևոր ու անփոխարինելի գործողություն է կատարում սիրտը։ Մինչդեռ այդ կենսական, ամենակարևոր, նուրբ ու զգացմունքներով լի օրգանի աշխատանքը չի դադարում մարդու ամբողջ կյանքի ընթացքում։ Այդ անփոխարինելի օրգանի մասին հոգ են տանում սրտի անխափան աշխատանքի պատասխանատուները, սրտաբանները, որոնք կանխարգելում, ախտորոշում եւ բուժում են սրտի հետ կապված հիվանդությունները։ Ու շատերի սիրտն ապաքինվել եւ նորից բաբախել է հենց նրանց շնորհիվ։ Սրտի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին եւ հյուսվածքներին արյան մատակարարումն է, որով էլ ապահովվում է ամբողջ օրգանիզմի ֆունկցիոնալությունը։ Սիրտանոթային համակարգի հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, բուժմամբ եւ կանխարգելմամբ է զբաղվում սրտաբանությունը։ Բժշկության անչափ կարևոր ու արդիական ոլորտ պայմանավորված սրտանոթային հիվանդությունների մեծ տարածվածությամբ։ Իմ զրուցակիցն է բժիշկ սրտաբան Վարդգես Մովսեսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մովսեսյան, չգիտեմ, Իզաբելայի այս խոսքից մարդիկ կռայեցին թե չէ, բայց շատերը, ասենք, խառնում են այս մասնագիտությունը այն առումով, որ նույնացնում են վիրաբույժին ու սրտաբանին։ Բոլորը, ովքեր սրտի խնդիր այսպես չեն ունեցել, նրանց համար, ասենք, սրտաբանը այն վիրաբույժն է, որ, չգիտեմ, ստենները տեղադրում, ամեն ինչ անում է այս առումով։ Բայց պարզ է, որ դրանք տարբեր մասնագիտություններ են, այսինքն սրտաբանի խնդիրն է ավելի շատ կանխել եւ հետո բժշկել, ասենք, այս խնդիրը առանց այդ միջամտության։ Այո, իհարկե շատ ճիշտ նկատեցիք, դրանք կարող ենք ասել, որ ծայրահեղ տարբերվող երկու մասնագիտություններ են առանձին, որովհետեւ սրտաբանությունը եւ բժիշկ սրտաբանը զբաղվում է թերապևտիկ մասով, այսինքն նույն կանխարգելմամբ, բուժման նշանակմամբ եւ եթե կա կարիք ավելի հստակեցնելու ախտորոշումը կամ բուժական նպատակով տեղադրելու օրինակ սրտի սնուցող անոթի վրա ստենտ կամ իրականացնելու աորտոկորոնար շունտավորում, այսինքն բացվիրահատություն, այդ դեպքում արդեն դիմում են ներանոթային վիրաբույժի, ինտերվենցիոն ներանոթային սրտաբանների կամ սրտային վիրաբույժի։ Եվ այս մասնագիտությունները իրարից տարբերվում են նաև նրանով, որ առանձին կլինիկական օրդինատուրաներ են անցնում բժիշկները, մեկը անցնում է վիրաբույժի մասնագիտացում է ստանում սրտային վիրաբույժի եւ մյուսը բժիշկ սրտաբանի։ Մենք դեռ կգանք դրան, թե ինչպես դառնան սրտաբան, այ ընդհանրապես հիվանդության մասին ես միտեղ կարդացի, որ ասենք այս սիրտանոթային հիվանդություններից մահացությունները քանակով աշխարհում ամենամեծն են, նույնիսկ գերազանցում են քաղցկեղին եւ այլն, հա, այդպես է։ Միանշանակ այդպես է, սրտային մահերը եւ ամբողջ աշխարհում եւ ցավոք նաեւ Հայաստանի Հանրապետությունում մոտ 60%-ը մահերի կազմում են սիրտանոթային մահերը եւ նրանք գերազանցում են, ինչպես նշեցիք, քաղցկեղին, նաեւ ավտովթարներից առաջացող մահերին գերազանցում են եւ իհարկե այսպիսի մի մոտեցում կա, երբ օրինակ հասարակության մեջ իմանում են, որ որևէ անհատ ունի քաղցկեղային հիվանդություն, սկսում են ավելի զգույշ լինել այդ մարդու հետ, ավելի ուշադիր եւ ավելի սրտացավոր են, հա, կարող ենք ասել, բայց երբ որ ունեն զարկերակային գերճնշում, դա կարծես թե սովորական է բոլորիս համար, բայց զարկերակային գերճնշումը, այսինքն բարձր ճնշումը նույնքան վտանգավոր է եւ կարելի ասել ավելի վտանգավոր է, քան ուռուցքային հիվանդությունները, որովհետեւ բարձր զարկերակային ճնշումը ի վերջո կարող է բերել սրտամկանի սուր ինֆարկտի կամ գլխուղեղի իշեմիկ կամ հեմորագիկ ինսուլտի առաջացման, որոնք ունեն շատ բարձր հաշմանդամության բերող ռիսկ եւ նաեւ շատ բարձր սիրտանոթային մահացության ռիսկ։ Այնպես որ այս մասով եւս պետք է ուշադիր լինել եւ սրտային հիվանդություններին եւ ամենահասարակ եւ թեթև թվացող զարկերակային բարձր ճնշմանը մոտենալ ավելի զգույշ եւ ուշադիր։ Դե շատերը այսպես զգույշ ու ուշադիր են, բայց դժվարանում են բժշկի դիմել, ինչ առումով, որ դե հարևաններ եւ այլն ծանոթներ կան, որ խորհուրդներ են տալիս եւ չգիտեմ լիմոն օգտագործեն, այս անեն, այն անեն։ Ես չգիտեմ դա որքանով է ճիշտ եւ այսինքն երբ պետք դիմել բժշկի, շատ կարեւոր է։ Տեսեք, քանի որ բժշկագիտությունը արդեն կարող ենք ասել, որ բավականին զարգացել է եւ մեծ ճանապարհ է անցել, այս դեպքում հուսալ միայն հարևանի կամ տան անդամի խորհրդին բուժելու համար սրտային հիվանդությունը կամ զարկերակային ճնշումը դա միանշանակ սխալ է, քանի որ անգամ եթե նշանակված է դեղորայք որևէ բուժառուի եւ նա առաջարկում է իր հարևանին կամ հարազատին նույն դեղորայք, այո,
Դա կարող է իհարկե որոշ դեպքերում հնարավոր է օգնի, բայց առավելապես կարող է խանգարել եւ անգամ ունենալ լետալ, անգամ մահվան հասնող ելք կարող է ունենալ, որովհետեւ նույն պրեպարատը նշանակվում է ըստ բուժառուի, ըստ հիվանդության պատմության, ըստ ուղեկցող հիվանդությունների եւ այդ ամբողջ փաթեթը ուսումնասիրելուց հետո միայն բժիշկը նշանակում է դեղորայք, այն էլ նշանակում է մեծ զգուշությամբ։ Օրինակ դեղորայքային խմբեր գոյություն ունեն, որոնք պետք է նշանակել փոքր դոզայով եւ աստիճանաբար բարձրացնել, հասնել որոշակի դոզա եւ հետո հանելու պարագայում եւս նույնպես իջեցնելով աստիճանական կերպով նոր հանել դեղորայքը։ Եթե բուժառուն չի անցել այս ճանապարհը եւ մենք միանգամից կողքից առաջարկենք նշելով, որ ես այս պրեպարատը ընդունում եմ եւ ինձ շատ լավ օգնում է, կարող է անգամ բերել մահվան։ Իսկ եթե ասենք դեղերը մի կողմ, մարդիկ ասենք հաճախ տանը չէ ունեն այդ սարքերը, ճնշումը չափում են եւ փորձում են այդ ճնշումը բարձրացնել կամ իջեցնել, չգիտեմ, սննդի եւ այլ բաներով։ Դա հնարավոր է թե չէ։ Իհարկե որոշակիորեն հնարավոր է, դա ամենաանվտանգ տարբերակն է, կարող ենք ասել, որ կարող ենք ենթադրել, որ չի վնասի բուժառույն մինչև օրինակ շտապ օգնության ժամանելը եւ մենք նաեւ նշում ենք, որ օրինակ ցածր զարկերակային ճնշման պարագայում դա բժշկության մեջ հայտնի է, որ կարելի է սովորական կերակրի աղը փոքր պահել բերանի խոռոչում եւ պարկել հորիզոնական դիրքում ոտքերը բարձրացնել մի փոքր վեր։ Եվ սա կօգնի արյան վերաբաշխման եւ նաեւ աղի նկատմամբ մեծ են այդ քեմոռեցեպտորների զգայունությունը, որոնք բերում են պերիֆերիկ անոթների սպազմի, մի փոքրինչ նեղացման եւ դրա հաշվին ունենում ենք ճնշման բարձրացում։ Իհարկե մինչեւ կժամանի շտապ բժշկական օգնությունը, եթե այն շատ ցածր է։ Եթե այն էպիզոդիկ է եւ շատ տատանումը այդքան էլ մեծ չէ, նորմալ զարկերակային ճնշումից, այդ դեպքում կարելի է սրանով եւ սահմանափակվել նաեւ եւ անտեղի անհարկի չկանչել շտապ բժշկական օգնություն, բայց եթե խոսքը քրիտիկական շատ բարձր կամ շատ ցածր թվերի մասին է, որոնք փորձում են միջամտել եւ շտկել տնային պայմաններում, դա այդքան էլ ընդունելի չի։ Իհարկե դա որոշակիորեն կարող է օգնել, մինչեւ նշում եմ շտապ բժշկական օգնության ժամանումը։ Բայց դա էլ մի, չգիտեմ, տեղեկություն է, ինչ որ գիտելիք է, որ արժե որ մարդիկ իմանան, այո, իհարկե շտապ օգնություն։ Բնականաբար, դա կարող ենք փաստել, որ ցածր զարկերակային ճնշման պարագայում սովորական կերակրի աղը կարելի է պահել բերանի խոռոչում, պարկել հորիզոնական դիրքում եւ ոտքերը պահել մի փոքր բարձր, դա սա կօգնի ճնշման բարձրացմանը։ Քան քաղցր հեղուկների ընդունումը։ Կարելի է սա կատարել, որից 10-15 րոպե հետո միայն օգտագործել բոլորին հայտնի այդ քաղցր հեղուկների ընդունում, օրինակ մեղրաջրի կամ շաքարաջրի։ Պարոն Մովսեսյան, իսկ այսպես շատ են սրտի հիվանդությունները, քանի տեսակ են եւ ասենք որն է ամենից տարածված, հատկապես Հայաստանում այն հետարքի։ Հայաստանում տարածված սիրտանոթային հիվանդություններից ամենաբարձր տարածվածությունը ունի հենց զարկերակային գերճնշումը, զարկերակային հիպերտենզիան, որի հետևանքներն են արդեն սրտի իշեմիկ հիվանդությունը եւ սրտային անբավարարությունը արդեն բարձի թողի եւ հետագա դեպքերում։ Հաճախ բուժառուներին թվում է, որ եթե ունեն բարձր ճնշում, ուրեմն խնդիրը սրտում է եւ պետք է փնտրել սրտի մեջ, իրականացնել էխոկարդիոգրաֆիա, բայց իրականում զարկերակային բարձր ճնշումն է ի վերջո բերում սրտային խնդրի, որովհետեւ սիրտը եթե մի փոքր կոպիտ վերագրենք, ներկայացնենք իր աշխատանքը, դա պոմպային ֆունկցիա է կատարում սիրտը։ Եվ երբ որ ունենք անոթային սպազմ եւ բարձր ճնշում, սիրտը ստիպված ավելի մեծ ուժով պետք է կծկվի եւ ավելի շատ էներգիա պետք է ծախսի նույն կծկողականության ֆունկցիան պահպանելու եւ արյան շրջանառությունը ապահովելու համար, քան նորմալ զարկերակային ճնշման պարագայում եւ այս պարագայում աստիճանաբար տարիների ընթացքում սկսում է սրտի պատը հաստանալ, հիպերտրոֆիայի ենթարկվել եւ առաջանում է այսպես կոչված արյան պահանջի եւ առաջարկի անհամատեղելիություն։ Սրտին պետք է ավելի շատ արյուն սնուցումը ճիշտ ապահովելու համար, բայց այս դիսոնանս է առաջանում այստեղ, որովհետև մի կողմից հաստանում է սրտի պատը եւ նա ավելի շատ արյուն է պահանջում իր նորմալ ֆունկցիան կատարելու համար եւ մյուս կողմից արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը, որը շտապ եմ նշել, որ անկախ սիրտանոթային ռիսկի գործոն է համարվում բարձր խոլեստերինի մակարդակը, անգամ եթե չունենանք զարկերակային բարձր ճնշում, երբ կա խոլեստերինի նորմայից անգամ քիչ բարձրացում, այն աստիճանաբար տարիների ընթացքում կարող է բերել անոթների նեղացման, աթերոսկլերոտիկ վահանիկների ձևավորման, որոնք ել ավելի են խորացնում այս իշեմիան, թերսնուցումը սրտամկանի եւ ի վերջո բերում են սրտային անբավարարության կամ հնարավոր է տրոմբագոյացման հետևանքով, եթե օրինակ բուժառուն օգտագործում է ծխախոտ, քիչ հեղուկ է օգտագործում, կարող է բարձրանալ արյան մակարդելիությունը, առաջանալ այսպես կոչված բժշկական
տերմինաբանությամբ ասենք հիպերկոագուլյացիա, այսինքն գերմակարդելիություն, որը կարող է բերել տրոմբոեմբոլիայի եւ արդեն սրտամկանի ինֆարկտի, եթե փակվում է սիրտը սրունցող անոթը, կամ գլխուղեղի իշեմիկ ինսուլտի զարգացման, որը ինչպես նշեցինք հաղորդման սկզբում, ունեն բարձր մահացություն եւ շատ բարձր հաշմանդամության բերող ռիսկ։ Պարոն Մովսյան, դե դարերի ընթացքում սրտի մասին պատկերացումները իհարկե փոխվել են, բայց շատերը, ասենք, սրտին վերագրում են ֆունկցիաներ, որ սիրտը չունի, զգացողության եւ այլն, բայց հետաքրքիր է, որ դե սիրտը համարում են դե ամենակարևոր օրգանը այն առումով, որ ասում են նրա չափ աշխատանք ոչ մեկը չի կատարում, նույնիսկ հաշվարկել են, որ այդ սրտի արտադրած էներգիայով, եթե միջին տևողությամբ ապրող մարդու կարելի է գնալ լուսին գալ եւ այլն եւ այլն, ու ինձ թվում էր, որ սիրտը ընդհանրապես չի հանգստանում, բայց ձեր հարցազրույցներից մեկն էին այմ, դուք ասացիք, որ սիրտը հանգստանում է, հա։ Այո, շատ ճիշտ եք նկատել։ Սիրտը, եթե մենք վերցնենք ֆիզիոլոգիորեն, սրտի հանգստի փուլը մի փոքր միլիվարկյաններով ավելի երկար է, քան աշխատանքի փուլը, այնպես որ այդ տեսանկյունից նայելով, դիտարկելով կարող ենք նշել, որ սիրտը ավելի շատ հանգստանում է, քան աշխատում ամբողջ կյանքի ընթացքում, բայց իհարկե դա այն օրգանն է, որի աշխատանքը պետք է լինի անխափան եւ անգամ վարկյաններ տևող թեր աշխատանքը կամ սրտի կանգը կարող է բերել մահվան եւ այդ է պատճառը, որ չափազանց ուշադիր ենք եւ հորդորում ենք, որ սրտային թեթև խնդիրների, թեթև գանգատների դեպքում անգամ, օրինակ, երբ որ բուժառուները նկատում են ռիթմի խանգարման նշաններ, սրտխփոցներ, նշում ենք, որ անպայման պետք է դիմել սրտաբանի, որպեսզի կարողանանք հայտնաբերել եւ ճիշտ ախտորոշել այդ ռիթմի խանգարումը կյանքին սպառնացող է, թե ունի ֆիզիոլոգիական բնույթ, որովհետեւ նույն գանգատը կարող է պայմանավորել երկու խիստ տարբեր ռիթմի խանգարումներ եւ կյանքին սպառնացող, չափազանց վտանգավոր եւ անգամ ֆիզիոլոգիական երևույթները սրտում կատարվող կարող են բուժառուի մոտ արտահայտվել նույն գանգատներով։ Այնպես որ բժիշկը միայն լսելով բուժառուին չի կարող ենթադրել կամ պատկերացնել, թե ինչ ռիթմի խանգարման մասին է խոսքը։ Այստեղ իհարկե կատարվում են հետազոտություններ, էլեկտրասրտագրություն պարզագույն, եթե այդտեղ որևէ խնդիր չենք հայտնաբերում, նոր արդեն 24-ժամյա EKG հսկողություն ենք իրականացնում, Holter monitoring է կոչվում, որի ընթացքում մենք տեսնում ենք, թե այդ 24 ժամերի ընթացքում որքան են եղել սրտի արտահերթ կծկումները, ինչ ռիթմի խանգարումներ են եղել եւ այդ պատասխանը վերլուծելուց հետո նշանակվում է համապատասխան բուժում կամ եթե այդտեղ որևէ վտանգավոր խնդիր չկա, բուժառուին նշում ենք, որ կարող է ապրել իր նորմալ կյանքով, զբաղվել սպորտով եւ առողջ ապրելակերպ վարել։ Վերջին շրջանում կարծես, չգիտեմ, ես նորաձև բառը այստեղ սխալ է օգտագործել, բայց այն առումով, որ ասենք ստենդավորումը նայում ես, որ չգիտեմ, մեծ չափերի է հասնում։ Առաջ կարծես այդպես չէր, հա, այդ ինչ որ բանով է պայմանավորված, այսինքն հիվանդության աճի հետ է կապված, թե մի այլ բանի հետարքի։ Իհարկե հիվանդության աճը որոշակիորեն ցավոք պրոգրեսիա է ապրում, բայց այստեղ առավել մեծ դեր ունի այս շատ ախտորոշումների մեջ այն պարզ հանգամանքը, որ ախտորոշման մեթոդներն են ավելի զարգացել եւ բուժառուները որոշակիորեն ավելի շուտ են դիմում բժշկի, քան նախկինում, որովհետև չեն անտեսում սրտային գանգատները, նույն հետկրծոսկրային ցավը, շնչարգելությունը, օրինակ աստիճաններ բարձրանալիս կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կամ ստորին վերջույթների այտուցները չեն անտեսում եւ դիմում են բժշկի, որից հետո եթե իրականացվում է սրտի ուլտրաձայնային հետազոտություն, այսինքն էխո սրտագրություն, եւ եթե հայտնաբերում ենք օրինակ սրտի որևէ պատում, այսպես կոչված հիպոկինեզ, այսինքն կծկման թերացում, հա, թեր կծկում որևէ պատի վրա, մենք ենթադրում ենք, որ այստեղ հնարավոր է լինի նեղացած կամ խցանված անոթ եւ այստեղ առաջարկվում է իրականացնել կորոնար անգիոգրաֆիա, եթե մի փոքր ոչ գրագետ տերմինով ասենք, ավելի հայտնի է որպես զոնդավորում, բայց նա միջամտության հետ կապ չունի, ուղղակի տարածված անվանումն է այդպես ռադիոլսողների համար զուտ։ Եվ այս միջամտությունը իրականացնելուց հետո կորոնար անգիոգրաֆիա, եթե հայտնաբերում են նեղացումներ սրտի անոթների վրա 70 եւ ավել տոկոս, սա համարվում է արդեն հեմոդինամիկ նշանակալի եւ հարկ է լինում տեղադրել ստենտ սիրտը սնուցող կորոնար անոթի մեջ։ Պատճառն այն է, որ նախկինում ավելի քիչ էր, ինչու, որովհետև մարդիկ օրինակ դիմում էին միայն այն ժամանակ, երբ որ արդեն սրտամկանի ինֆարկտ էր զարգացել, կամ որտեղ գներն էլ կարծես բարձր էին։ Իհարկե, նաև այն ժամանակ բնականաբար կարող ենք ասել, որ կրկնակի բարձր, հիմա նաև կա որոշակիորեն գնիչեցում այդ մասով եւ նաեւ այստեղ մենք կատարում ենք կանխարգելիչ բժշկություն, մենք
բացում ենք նեղացած անոթը սրտի մինչև սրտամկանի ինֆարկտի զարգացումը, իսկ նախկինում ավելի շատ էին սրտամկանի սուր ինֆարկտով դիմող բուժառուներին։ Իսկ այստեղ ապրելիության եւ կյանքի որակի մեջ կա շատ մեծ տարբերություն։ Երբ արդեն սկսում է սրտամկանի ինֆարկտը, սրտամկանի վնասված բջիջները ցավոք ի տարբերություն սովորական մկանային բջիջների ունեն հատուկ բջիջներ կան, որոնք կոչվում են միոսաթելիտներ, որոնք ապահովում են վերականգնումը բջիջների։ Սովորական մկանային բջիջները ունեն այդ միոսաթելիտները եւ նրանք ապահովում են ռեգեներացիան, այսինքն վերականգնումը վնասման պարագայում։ Սրտամկանի ինֆարկտի ժամանակ, երբ որ արդեն տեղի է ունենում սրտամկանի իշեմիկ նեկրոզ, ցավոք դա այլևս չի վերականգնվում այդ սրտամկանի բջիջը։ Մենք միայն սուր ինֆարկտի պարագայում խորհուրդ ենք տալիս անհապաղ դիմել ստացիոնար կլինիկա, որտեղ իրականացվի այդ ստենտավորումը եւ հնարավորինս շատ սրտամկան եւ շատ կարդիոմիոցիտներ կփրկվեն, հա, իսկ դիագնոստիկայի, այսինքն ախտորոշիչ կորոնարանգիոգրաֆիայի պարագայում մենք դեռևս ունենք 70% նեղացած անոթ, բայց այդ 30%-ը, եթե անգամ չի բավարարում նորմալ կծկողականությունը, բայց կարող ենք վստահաբար ասել, որ բավարարում է սրտամկանը կենսունակ պահելու եւ մենք ունենք այդ ժամանակը իրականացնելու ստենտավորում եւ ապահովելու նորմալ հեմոդինամիկա, այսինքն արյունամատակարարում։ Պարոն Մովսեսյան, այսպիսի հարց, որը չգիտեմ ինչ որքանով կապ ունի, բայց դե երևի ամենայն դեպս մասնագետը կարող է պատասխանել, շատ ֆանտաստիկ ֆիլմեր կան, որ սրտին փոխարինող ինչ որ ագրեգատների մասին եւ այլն, չէ՞, նույնիսկ ամերիկյան երկաթեմարտ եւ այլն։ Հնարավոր է դա ձեզ թե չէ, որ ասենք սրտին փոխարինող ինչ որ սարք ստեղծվի կամ կաթ ինչ առումով այ թե ոչ։ Տեսեք, այժմ իհարկե կան նման սարքեր, որոնք օգտագործվում են ժամանակավորապես։ Օրինակ դա կիրառվում է սրտի փոխպատվաստման ժամանակ, մինչև դոնորական սրտի փոխպատվաստումը։ Այդ ժամանակավոր։ Այո, ժամանակավոր, այո։ Դեռևս չկա այդպիսի սարք, որը կարողանա ապահովել արյունամատակարարումը ճիշտ, քանի որ սրտամկանը իհարկե նշեցի, որ կոպիտ բացատրությամբ կարող ենք ասել, որ կատարում է պոմպային ֆունկցիա, բայց այդ պոմպային ֆունկցիան կատարում է կախված բուժառուի ֆիզիոլոգիական վիճակից։ Օրինակ, երբ որ մենք ստրեսային իրավիճակում ենք, առաջանում է հաճախասրտություն, երբ որ ճնշումը ընկնում է սիրտը կրկին, ավելի արագ է աշխատում կամ որոշակիորեն պետք է դանդաղի, իսկ արհեստական սարքը բնականաբար չունի այս կապը ընկալչային մարդու ուղեղի հետ եւ իհարկե դեռևս արդի եւ բժշկագիտությունը եւ այլ տեխնոլոգիական հարակից գիտությունները չեն ստեղծել այնպիսի սարք, որը կարող է 100%-ով փոխարինել սրտին։ Իսկ փոխպատվաստումն էլ երևի ամեն սիրտ չի, որ բնականաբար փոխպատվաստման համար բուժառուները անցնում են մի շարք հետազոտություններ, իրենց տվյալները, կոչվում է HLA համատեղելություն, դա եթե ավելի թեթև բացատրենք, յուրաքանչյուր մարդ ունի իրեն համապատասխան բջջային կազմը, հա, այսպես ասենք, որ դրանով են մարդիկ տարբերվում միմյանցից, նաև գենետիկորեն, եւ այդ անգամ չնչին տարբերությունները բերում են նրան, որ ցանկացած մարդու սիրտ, օրինակ անգամ մոտ հարազատի հնարավոր է չլինի փոխպատվաստել, այո, եւ չհամապատասխանի տվյալ բուժառուին, եւ սրա հետ մեկտեղ կարող է համընկնել համատեղելիությունը, օրինակ բուժառուն եթե Հայաստանի Հանրապետությունից է, մյուս անհատը լինի օրինակ Հունաստանից կամ, չգիտեմ, Ճապոնիայից ենթադրենք, պատկերացրիք, դրա համար սրտի փոխպատվաստում իրականացնող երկրները ունեն մեծ բազաներ։ Հայաստանում կա այդպիսի արյան դոնորների ռեեստրը Հայաստանում, որտեղ մենք էլի այդ նույն սխեմայով է աշխատում, երբ որ պետք է օրինակ ոսկրածի դոնոր աշխարհի որևէ կետում, եւ եթե մարդը Հայաստանում համաձայնել է լինել դոնոր, իր տվյալները արդեն ներբեռնված են այդ բազայում, եւ եթե աշխարհում որևէ տեղ հայտնվում է բուժառու, որին հարկավոր է իրականացնել ոսկրածի փոխպատվաստում, եւ եթե համապատասխանում է այն ենթադրենք X բուժառուի հետ, որը ապրում է Հայաստանում, անհատի հետ ներողություն, արդեն կապ են հաստատում տվյալ մարդու հետ եւ նշում, որ եթե համաձայն եք, կարող եք ձեր ոսկրածը տրամադրել։ Այդ սրտի հարցում այդ սերը նշանակություն ունի, թե ոչ, ինչ առումով եմ հարցնում, որ ասենք տվյալներ կան, կարծեմ, որ կանայք ավելի քիչ են, ասենք, հիվանդանում սրտային հիվանդություններով, քան տղամարդիկ, նախ կուզեի այդ հարցին պատասխանեիք,
եւ ասենք այդ սիրտը տարբերություն ունի, թե չէ, ասենք։ Շատ լավ։ Հիմա անդրադառնամ այս հարցին, նախորդ հարցին ուղղակի փորձեմ եզրափակել, վերադառնալով սրտին, նույն կերպ լինում է նաեւ սրտի փոխպատվաստման պարագայում եւ այստեղ նշում են, հա, փոխպատվաստման մասնագետները, որ այս պարագայում լինում է երկու զանգ բուժառուներին, մեկը վատ, քանի որ որևէ տեղ մահացել է որևէ բուժառու, որը համաձայնել է տրամադրել իր սիրտը, եւ մյուս զանգը լինում է դրական այն իմաստով, որ այն անհատը, ով ունի կարիքը սրտի փոխպատվաստման, ստանում է զանգ, որ արդեն գտել ենք ձեզ համապատասխան դոնոր եւ իրականացվում է այդ մեր նշած սրտի փոխպատվաստումը։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում սրտի փոխպատվաստում չի իրականացվել որևէ ժամանակ եւ ներկայումս եւս չի իրականացվում։ Ինչ վերաբերում է սեռային տարբերություններին, իհարկե որոշակիորեն տարբեր են այն իմաստով, որ կարող են տարբերվել զուտ չափերով կապված ֆիզիոլոգիայով, հա, մնացած մասով սիրտը բառացիորեն նույնն է եւ տղամարդկանց եւ կանանց մոտ։ Իհարկե հիվանդացության առումով նույն սրտի իշեմիկ հիվանդության կամ այլ սրտային պատահարների մասով կանայք մինչև մենոպաուզան, այսինքն մինչև դաշնամադադարը ավելի քիչ հիվանդացություն ունեն եւ ավելի պաշտպանված են, քանի որ կնոջ օրգանիզմում արտադրվող էստրոգենները նրանք հզոր հորմոններ են, որոնք ունեն շատ լավ դրական ազդեցություն սրտամկանի վրա, անոթապատի վրա եւ այս իմաստով որոշակիորեն կանայք պաշտպանված են։ Ցավոք կարող ենք նշել, որ 50-ից հետո կամ պոստմենոպաուզայից հետո արդեն հավասարվում են կանանց եւ տղամարդկանց հիվանդացությունը եւ մահացությունը նույնպես։ Հիմա գանք թե ինչպես դառնան նաև սրտաբան, այսպես դե պարզ է, որ երևի բոլորը կռահում են, որ պիտի ընդունվեն նախ բժշկական համալսարան, հետո 5 տարի չէ սովորեն մինչև օրդինատուրան, որ այսպես ասում ենք, եւ նոր ընտրեն այդ մասնագիտությունը։ Հիմա այստեղ քանի մասնագիտություն է սրտի հետ կապված, որ մենք նորից մեկը մենք ասացինք, որ սրտաբանը այն ուրիշ է, թերապևտիկ, հա, հետո վիրաբույժը, որ ուրիշ է, բայց կարծես դուք ասացիք, որ ստենտ տեղադրողն էլ ուրիշ է, հա։ Այո, դա համարվում է ինտերվենցիոն սրտաբան ներանոթային, եւ այստեղ մի փոքր նմանություն կա թերապևտ սրտաբանի հետ, որովհետեւ թերապևտ սրտաբանը կարող է անցնել վերապատրաստում 1 տարով եւ ստանալ այդ լիցենզիան, այսպես կոչված, եւ իրավունքը իրականացնելու ստենտավորում։ Բայց ինչ վերաբերում է սրտային վիրաբույժներին, դա առանձին մասնագիտություն է եւ 4 տարի կլինիկական օրդինատուրա պետք է անցնեն բժշկական համալսարանի ուսանողները, որպեսզի արդեն որակավորվեն որպես սրտային վիրաբույժներ։ Իհարկե սրտաբան դառնալու համար միայն անցնել կլինիկական օրդինատուրա եւ այդ փաստաթուղթը ստանալ բժշկական համալսարանից դա կարծում եմ, որ բավարար չէ, որովհետև շատ կան մասնագետներ, որոնք ընտրում են ենթադրենք սրտաբանի մասնագիտությունը կամ այլ մասնագիտություն, կարող է դա լինել ռեանիմացիան, ինտենսիվ թերապիան, բայց որոշ ժամանակ հետո հասկանում են, որ դա իրենց մասնագիտությունը չէ եւ անգամ հնարավոր է բժշկագիտությունից սկսեն շեղվել եւ այլ աշխատանքով զբաղվել։ Կարծում եմ մի փոքր ավելի դա ինդիվիդուալ է կարծում եմ, եթե մարդը անհատը ունի այդ ապրումակցումը բուժառուների նկատմամբ եւ հասարակության նկատմամբ, դա արդեն քայլերից մեկն է, որ նա կհաջողի իր մասնագիտության մեջ, կապ չունի կլինի սրտաբանություն, ակնաբուժություն, թե որևէ այլ մասնագիտություն, որովհետեւ հաճախ բուժառուին բուժումը թաքնված է ոչ թե դեղորայքների հետևում, որոնք մենք պետք է գրենք, այլ բուժառուին լսելու մեջ է թաքնված եւ շատ կարևոր է, երբ բուժառուն վստահում է իրեն բուժող բժշկին, որովհետև այս պարագայում մի քանի անգամ հակվածությունը բուժման նկատմամբ մեծանում է եւ արդյունքը դրական բնականաբար ավելի բարձր տոկոսով ենք ստանում եւ ունենում, քան այն դեպքում, երբ բուժառուները սկսում են չվստահել իրենց բժշկին, որովհետեւ այն պատճառով, որ բժիշկը ժամանակ չուներ օրինակ լսելու բուժառուն եւ պարզապես դեղերը գրել եւ տվել է, ենթադրենք սա այս դեղերը պետք է ընդունեք, բայց չի բացատրել, թե որ դեղը ինչի համար է, որքան ժամանակ պետք է ընդունել այդ պրեպարատները, արդյոք կարող ենք նույնիսկ դադարեցնել դեղորայքը, թե որոշ ժամանակ օրինակ սրտաբանի պարագայում պետք է չափել ճնշումը եւ կապ հաստատել իր վարող բուժող բժշկի հետ։ Պարոն Մովսեսյան, կան, չգիտեմ, հիվանդություններ, որոնք, ասենք, շատ ավելի բժշկական հաստատություններ կան, որ, ասենք, մասնագիտացած են այդ հիվանդությունների բժշկման ուղղությամբ։ Սրտի խնդիր է։ Հիմա կարծում եմ, երևի բոլոր այս հայտնի բժշկական հաստատությունները, որ կան Հայաստանում, հատկապես մայրաքաղաքում,
երևի կան այդ մասնագետները ամենտեղ, թե կա էլի ինչ-որ մի հաստատություն, օրինակ առաջ չէ վիրահատությունը միշտ ասում էին Նորքում, Հրայր եւ այլն, ասենք, հիմա այ ինչ վիճակ է այս առումով, բոլոր տեղերում, չգիտեմ, թե Երևանի բժշկական կենտրոնում, թե Աստղիկ, թե եւ այլն։ Այս բոլորը կան, թե ինչ որտեղ հատուկ այսպես մասնագիտացած են։ Շատ ճիշտ նկատեցիք, նախկինում կար այդ տարբերությունը, հիմա էլ կա որոշակիորեն, որովհետեւ ինչ վերաբերում է ստենտավորումներին, Երևան քաղաքում մոտավոր կարծեմ, թիվը կարող է սխալվել, մոտավորապես 9 բժշկական կենտրոն իրականացվում է այդ ստենտավորումները, հա։ Իսկ ինչ վերաբերում է սրտի բաց վիրահատությանը, սա իրականացվում է 2 կամ մաքսիմում 3 բժշկական կենտրոններում, ամենախոշորը Նոր Քմարաշ բժշկական կենտրոնը բաց վիրահատությունների մասով, իսկ ինչ վերաբերում է օրինակ ստենտավորումների մասով, ապա մնացած բուժ հաստատությունները եւս ակտիվ են եւ որքան իմ տվյալները թարմ են, ստենտավորումների մասով առաջատար համարվում էր Էրեբունի բժշկական կենտրոնը։ Իսկ եթե նայենք որպես բժիշկ սրտաբան, որը պետք է կանխարգելի եւ բուժում իրականացնի, մինչեւ այդ ստենտավորումը եւ մինչեւ աորտոկորոնար շունտավորում, այսինքն վիրահատություն անցնել, տարբեր բուժ հաստատություններում կան եւ այստեղ կենտրոնացում որևէ կերպ հարկավոր չէ, այսինքն բժիշկը կարող է լինել, չգիտեմ, օրինակ Արթիկի բժշկական կենտրոնում կամ Մեղրու բժշկական կենտրոնում ուղղակի միայն գործուղել միայն իրականացնելու համար աորտոկորոնար շունտավորում, որից հետո բուժարուն վերադառնում է իր վարող բժշկի մոտ, որովհետև հետագա վարումը եւ հսկումը կրկին իրականացվում է այն սրտաբանի կողմից, ով իրականացրել է ախտորոշումը եւ իրականացնում է բուժումը։ Պարոն Մովսիսյան, սովորաբար տղաները, որ ավարտում են բժշկական համալսարանը, պիտի գնան, ասենք, մինչ այդ օրդինատուրա, միշտ ընտրում են վիրահատությունը սովորաբար։ Ես հասկանում եմ, որտեվ այնտեղ մտածում են, որ գումարները աշխատավարձը մեծ են եւ այնքան երկար են սովորում, որ արդար է։ Ես գտնում եմ արդար է, որ այդքան սովորելուց հետո պիտի լավ վաստակեն, հա, ու ես մտածում եմ ինչու դուք չգնացիք այդ ուղղությամբ, թե խնդիր թե չէիք մտածում, թե վաստակելու խնդիր չկա այստեղ։ Տեսեք, այդ մասով ընդունում եմ, որ կար նման մոտեցում նախկինում, միգուցե հիմա էլ եւս այստեղ զուտ ընտրության հարց է, ես երբ դեռևս սովորում էի բակալավրում բժշկական համալսարանի, արդեն իսկ աշխատում էի բժշկական կենտրոններից մեկում, սկզբում որպես բուժակ, հետո հետագայում ասիստենտ, հենց ստենտավորման բաժանմունքում, բայց հետո գալիս է մի տարիք, երբ ես ավարտեցի կլինիկական օրդինատուրան, հասկացա, որ ես գնահատում եմ իմ անկախությունը եւ ես չեմ կարող, միգուցե դա որոշակիորեն սխալ է, բայց ես չեմ կարող իմ նշանակվող բուժումը արհեստականորեն քննարկել օրինակ բաժանմունքի ղեկավարի հետ, որը կարող է ունենալ ավելի քիչ գիտելիքներ, հնարավոր քիչ, քան օրինակ իրեն ենթակա բուժ պերսոնան, այո, եւ ես ընտրեցի առանձին աշխատելու մեթոդը, որտեղ ես եմ որոշում, որտեղ անկախ եք, այո, ես որտեղ ես անկախ եմ եւ սա ամենակարևորն է եւ այստեղ բժիշկը արդեն կարող է ռեալիզացնել եւ մեծացնել իր պոտենցիալը եւ ավելի մեծ հաջողությունների հասնել, քանի որ միգուցե վիրաբույժների պարագայում սուր դեպքերի մասին է խոսքը, շտապօգնությունը պետք է բերի բուժարուին եւ ստիպված կարող ենք նշել նաեւ, որ պետք է վիրահատի տվյալ բժիշկը, որովհետեւ հերթապահ վիրաբույժը կոնկրետ X մասնագետն է։ Իսկ սրտաբանության կոնկրետ եթե խոսեմ իմ մասնագիտության մասին, իմ բուժարուները հիմնականում, հա, գալիս են համացանցից տեսնելով իմ ենթադրենք օլովակները եւ գալիս են մասնագետի մոտ եւ ոչ թե բուժ հաստատության եւ ելի կրկնում եմ կապ չունի ես աշխատում եմ օրինակ ներկայումս բժշկական գենետիկայի կենտրոնում Աբովյան փողոցում թե վաղը միգուցե աշխատեմ Մեղրու բժշկական կենտրոնում միևնույն է ես կարծում եմ որ իմ բուժարուները կգան իմ մոտ որովհետեւ այստեղ կարեւոր է մասնագետը եւ ոչ բժշկական կենտրոնը եւ այն պատերը որի ներսում աշխատում է տվյալ բժիշկը։ Դե ինչ ասեմ, շնորհակալ եմ որ եկաք պարոն Մովսիսյան։ Ես կարծում եմ շատերը ստացան իրենց հարցերի պատասխանները թե մասնագիտության առումով, որտեղ կրկնում եմ ոմանք շատերը խառնում էին, այսինքն մտածում էին, որ մի մասնագիտություն է։ Դե Վարդգես Մովսիսյանի հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։